Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը կարծում է, որ նախագահի ընտրություններում առաջադրված տեխնացուների քարոզարշավը հետաքրքիր է ընթանում։ Յուրաքանչյուրը ընտրել է իր մարտավարությունը, ռազմավարությունը բոլորին պարզ է, բոլորը ուզում են հաղթել, շանսերը գնահատելը իմ սկզբունքների մեջ չի մտնում։ Նա չի կիսում այն տեսակետը, թե առաջադրված տեխնացուների նպատակը Սերժ Սարգսյանի վերընտրվելը լեգիտիմացնելն է։ Կան լուրջ քաղաքական դեմքեր, որոնք մասնակցում են ընտրապայքարի եւ նման գնահատականը վիրավորական է ոչ միայն իրենց համար, այլ նաեւ ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ ինչպես է պարոն Հարությունյանը գնահատում իրենց տեխնացուի Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի դեպքերին, օրինակ երբ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը քարոզարշավին Սերժ Սարգսյանի ժամանումը համեմատել է Աստվածաշնչյան Մովսեսի Գալստյանը Կարմիր ծովից։ Մեկ այլ դեպքում Դավթաշենցի միտիկին պարոն Սարգսյանին ուղղված իր գովեստի խոսքը սկսել է հայտնի մուլտֆիլմի հերոսի Չիբուրաշկայի բառերով։ Сейчас Чебурашка скажет вам речь. Строили и наконец построили. Ура! Ես ցավոք սրտի ծանրաբեռնված էի շատ լուրջ աշխատանքով եւ խվայում եւ համացանցի նման քննարկումներին ժամանակ չեմ ունեցել հետևելու։ Կարծում եմ կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք իմ առջև դրված են։ Դավիթ Հարությունյանը անդրադարձավ նաև նախագահի 3 տեխնացուների Հրանտ Բագրատյանի, Ռաֆի Հովհաննիսյանի եւ Պարույթ Հայրիկյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է ընտրատեղամասերում փակցնել վերջին 1 տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկը բացառելու համար նրանց փոխարեն քվեարկությունները։ Նման ցուցակ Հայաստանի Հանրապետությունում չի վարվում եւ իմ կարծիքով պետք է վերահսկողություն ապաչել իրականացնել նման դեպքերը բացառելու համար։ Նարին Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPF